Բարև ձեզ սիրելի բարեկամներ, առավոտի հարցազրույցն է եւ այժմ մեր տաղավարում է ՀԱՅԱՔՎ միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը, շնորհակալություն։ Բարև ձեզ, պարոն Աբրահամյան, շնորհակալ եմ եւ պատիվ է ձեր հյուրը լինելը։ Նախ թույլ տվեք գոհունակությամբ արձանագրել, որ առայժմ ոչ դուք, ոչ էլ ես ձերբակալված չենք։ Դա արդեն նվաճում է, չէ՞։ Իհարկե։ 2008 թվականի մարտի 1-ից հետո նույնպես բազմաթիվ ձերբակալվածներ կային, եթե հիշում եք, բայց ոչ այդպիսի քանակությամբ, ինչպես հիմա, եւ ոչ բազմազան հոդվածներով, հիմնականում զանգվածային անկարգությունների համար էին մարդկանց հետապնդում։ Հիմա կարվող գործերի քանակը շատ է, սկսած լրտեսությունից եւ վերջացրած, չգիտեմ, փողերը լվանալու։ Այսինքն ցանկացած հոդված, ցանկացած մարդու պետք կարող են կապել, կարող են կարել։ Այո, որովհետև այսօր Հայաստանում քաղաքականություն չկա, ցավոք սրտի։ Եվ քաղաքականություն բառը ինքը ենթադրում է մասնակցություն, մասնակցայնություն։ Հենց այդ բառը ինչպես որ ծագել է իր ծագման երկրում, պոլիտիկան, պոլիսի գործերով զբաղվել է այդ ժամանակներում, ենթադրել է, որ շատ մարդիկ պետք է դրան մասնակցեն, բոլորը պետք է մասնակցեն, բոլոր քաղաքացիները պետք է մասնակցեն եւ պետք է մասնակցեն իրենց խոսքի, իրենց փաստարկների, այսինքն խոսքի մրցակցություն, իսկ այսօր դա չկա, որովհետեւ երբ որ մարդիկ խոսում են, ազատ միտք են արտահայտում, կարծիք են արտահայտում, նրանց բանտում են, բանտարկում են եւ վերջին օրինակը մեր միավորման առաջնորդ համակարգող Ավետիք Չալաբյանն է։ Եվ այսպիսով Հայաստանում կամ կարելի ասել չկա քաղաքականություն, կամ կա քաղաքականություն, բայց զբաղվում է մեկ մարդ, այդ քաղաքականությամբ զբաղվում է մեկ մարդ եւ այդ մեկ մարդը պարզ է թե ով է։ Երբ որ ես նման բան եմ ասում, ինձ իմ մեկնաբանները, հեյթերները, այսպես ասում, բա ինչու քեզ չեն բռնել։ Ամեն ինչ արժևում է դեռ։ Դրա համար դուք շատ լավ սկսեցիք, շնորհակալությամբ սկսեցիք ձեր խոսքը, որ դեռ չեն բռնել, այո, ես էլ այդպես ավելացնում եմ, որ շնորհակալություն, որ չեք սպանել։ Շնորհակալություն, որ չեք սպանել, որովհետև բայց միևնույն ժամանակ այդ նույն մարդկանց կարելի է ասել, իսկ այսօրվա իշխանությունները ինչ էին, ուղղակի այդպես օթից եկան, այն ժամանակ իրենք չէին խոսում քաղաքականությամբ, չէին զբաղվում, կարծիք չէին արտահայտում, այն էլ ինչպես էին անում, չէ, հիշում եք, չէ, ինչ այսօրվա վարչապետը ինչպիսի սուր քննադատություն էր անում, եթե կարելի է դա քննադատություն անվանել պարզապես։ Ընտրակաշարքի վերաբերյալ, հա, ամենաշատ հոդվածները ընտրակաշարք տալու համար են եւ ձերբակալությունները, կալանավորումները, հնարավոր է արդյոք, որ 350,000 մարդ, որը քվեարկել է Փաշինյանի դեմ կամ ավելի, այդ մարդիկ բոլորը կաշառք են վերցրել եւ դրա համար են քվեարկել։ Ես հակառակ կողմից մոտենամ, այս քարոզարշավի ընթացքում ես մարզում էի եւ շատ ինտենսիվ հանդիպումներ էի ունենում մարդկանց հետ պարզապես եւ այդ մարդկանց մի զգալի մասն էլ տարեց մարդիկ էին։ Երբ որ տարեց մարդկանց հետ ես խոսում էի եւ նրանց մի մասն էլ ասում էր թե պետք է ընտրենք գործող իշխանություններին, պատճառը այն էր, որ ասում էին, որ 10,000 դրամով թոշակը բարձրացրել է։ Սրանից ավելի ցայտուն ընտրակաշարք, օրինական ընտրակաշարք ես չեմ տեսել, այս իշխանությունների գործելավոճն է պարզապես օրենքի շրջանակներում օրենքը ծառայեցնել եւ իրավունքը ծառայեցնել որպես շղարշ եւ դրա շրջանակներում անել բոլոր զանցանքներն ու հանցանքները։ Գուցե այն կանխավարկած ունեն իշխանությունները, որ իրենց դեմ ոչ ոք չի կարող քվեարկել եւ քվեարկում են իրենց դեմ միայն այն պատճառով, որ կաշառք են վերցնում։ Այո, դա եւս սպეციფიկ մոտեցում է անընդհատ դիրքավորվել որպես ընդդիմություն։ Իրենք իշխանություն են, բայց շարունակում են դիրքավորվել որպես ընդդիմություն, դիրքավորվել որպես պայքարող, այսպես ասած, եւ իրենց հռետորաբանությունը ամբողջ երբ որ դիտարկում ենք մեծամասամբ հենց ընդդեմ ուղված, հա, քրյա օլիգարխիկ կլան եւ այլն, այսինքն պոզիտիվ ծրագիր չկար։ 8 տարի շարունակ ինչ եք անում, ենթադրենք, հա, եթե կար, բայց բնականաբար դրա մասին չէ խոսք, իրենք պարզապես իրենց այդպես դիրքավորում են։ Գիտեք, ես ինչ խնդիր եմ տեսնում, որ քաղաքական ուժերը հակված են ավելի մեծ խանդավառությամբ պաշտպանել իրենց քաղբանտարկյալներին եւ ավելի թեթև վերաբերվել այլ քաղաքական անդիմադիր քաղաքական ուժերի քաղբանտարկյալներին։ Չնայած այստեղ կարծում եմ պետք է շատ համակարգված ջանքեր կիրառվեն։ Համաձայն եմ, պարոն Աբրահամյան,
հատվածականությունը ցավոք սրտի մեզ բնորոշ, մեր ժողովրդին բնորոշ հատկանիշ է, այդպիսի մտածողություն է։ Գուցե դա երկար ժամանակ պետականության բացակայության պատճառով է եղել, գուցե դա նաև աշխարհագրական գործոնով է պայմանավորված, որ կտրտված է մեր երկիրը լեռներով, հովիտներով եւ մենք միշտ այդպես ապրել ենք ու այդպես հատվածական ինքնությունն է նաև զարգացել մեզ մոտ, չնայած մենք շատ մեծեր ենք ունեցել, ովքեր մեծ ճիքեր են գործադրել, որպեսզի այդպես չլինի, հավաքական լինի այդ ամեն ինչը, բայց համենայն հավաքական ուժի մեջ, չէ՞, հավաքականության մեջ, մեր ուժը մեր հավաքականության մեջ, բայց հատվածականությունը իսկապես մեզ բնորոշ է եւ այսօր մենք իհարկե այս հարցազրույցը երբ որ կհրապարակվի, արդեն այդ իրադարձությունը տեղի ունեցած կլինի, ակցիա ենք իրականացնում կառավարության շենքի մոտ եւ որտեղ որ փորձել ենք մի պաստառի վրա բոլոր ուժերի քաղբանտարկյալների նկարները դնել, որովհետեւ քաղբանտարկյալները քաղաքական խոսքի համար, քաղաքական գործունեության համար, կարծիքի համար, խղճի համար բանտարկվող մարդիկ կապ չունի թե որ կուսակցությունից են, որ միավորումից են, ձեզ դուր են գալիս թե չէ։ Դուր չեն գալիս, այո, իհարկե, բոլորիս պարտքն է, քաղաքացիական դա նաեւ պարտք է պաշտպանել քաղաքական բանտարկյալներին։ Մի հարցի վրա ուզում եմ ուշադրություն դարձնել հատուկ խոսքի, ինչպես նաև մասնավորապես ակադեմիական ազատության վրա, հա, դասախոսներին աշխատանքից ազատելու, նրանց կալանավորելու պրակտիկան ինձ թվում է շատ նշանակալից է, շատ զնակվի է, այսպես ասած։ Դեռ Գեբելսը ասում էր, որ քարոզչության ամենամեծ թշնամիները ինտելեկտուալներն են։ Ես այդ շրջանակներում դիտում եմ հենց մտավորականներին կալանավորելը, չգիտեմ, լայքի համար հետապնդելը, աշխատանքից ազատելը եւ այլն։ Այո։ Երբ ես համալսարանում աշխատում էի, մեր դասախոսները, ավագ սերնդի ներկայացուցիչները միշտ պատմում էին խորհրդային ժամանակներում, հետ 30-ական ժամանակներում, հա, այն մասին, թե ինչպիսի ազատամտության օջախ էր Երևանի պետական համալսարանը։ Չնայած կոնյունկտուրային բոլոր առանձնահատկություններին, չնայած ճնշումներին, այդուհանդերձ դա ազատամտության օջախ էր, որտեղ գալիս էին այն ժամանակ պետական պաշտոնյաներ եւ գիտական խորհրդի նիստերին մասնակցելիս իրենց ճակատին քրտինք էր գոյանում, որովհետեւ իրենք մտնում էին մի վայր, որտեղ դասախոսները հարգված էին ամբողջ հասարակության կողմից եւ իրենք հնարավոր չէր հաշվի չնստել։ Այսօր ցավոք սրտի համալսարանը վերածվել է Փաշինյանի ասած փախստականների ճամբարի են փորձում են այսպես ասենք վերածել, հա։ Այսինքն ինքը այդպիսի ձևակերպում տվեց Երևանի պետական համալսարանի վերաբերյալ, իբրև թե խոսքի փոխաբերական իմաստով, որ այսինքն այստեղ հենց համալսարանականները չեն, հենց այս իմաստով եմ ես ասում, որ ոչ թե հենց համալսարանականներ են փաստորեն, այլ չգիտեմ, այնպես են անում, որ այդ մարդիկ միայն պատերի տակ խոսեն, միայն կաբինետներում խոսեն, չկարողանան իրենց խոսքը, իրենց ազատ կարծիքը արտահայտել։ Երևանի պետական համալսարանի կանոնադրության մեջից օրինակ հանել են մի հոդված, որը որ վերաբերում է հասարակական, քաղաքական իրադարձությունների ժամանակ գիտխորհրդի կարծիք արտահայտելուն։ Ժամանակին այդ կետը կար եւ պարբերաբար քննարկվում էր գիտական խորհուրդը իր կարծիքը արտահայտում էր, ոչ թե քաղաքական այդպես կուսակցական ուղղությամբ, այլ պարզապես իրադարձություններ էին տեղի ունենում, որի ժամանակ մենք կարծիք էինք արտահայտում։ Այդ կետն են հանել եւ փաստորեն համալսարանը ցավոք սրտի վերածել են մի վայրի, որտեղ ուսանողներին դժվար է բացատրել այդ ստացվող կրթության նպատակը, ինչի համար ես դու այդ կրթությունը ստանում։ Միայն քո անձնական կյանքը բարեկեցությունը ապահովելու, կառուցելու համար կարծում եմ, որ համալսարանը մի քիչ շատ ավելին է, քան այդ նպատակը թելադրելը։ Որքան ատելի են, հա, անընդունելի են մտավորականները այս իշխանության համար եւ դրա կողմնակիցների համար։ Ես թեև չեմ կարդում, բայց զգում եմ այդ հեյթի ալիքը, որը գալիս է մտավորականների վրա։ Դուք զգում եք դա։ Իհարկե, որովհետև մենք լսարանում քաղաքական քարոզչություն երբեք չենք արել։ Արգելված է օրեն։ Հա, իհարկե, եւ արգելված է եւ էթիկական տեսանկյունից էլ ճիշտ չէ, որ գնանք եւ ասենք զբաղվենք քաղաքական քարոզչությամբ եւ չենք էլ անի։ Մենք բարձրապես լսարանում մեր դերի մեջ ենք եւ
դասավանդում ենք ինչպես որ հարկն է։ Որից հետո այսօր կան սոցիալական ցանցեր եւ այդ ընկերությունները, որ կան սոցցանցերի շրջանակներում, լինում են նաև ուսանողների եւ դասախոսների միջև։ Եվ ուսանողները սկսում են հետևել իրենց դասախոսներին եւ կարողանում են իրենք թացը չորից զանազանել։ Ահա այդ պատճառով է, որ հատկապես մեր ամբիոնը, քաղաքագիտության ամբիոնը այդքան շատ հարվածներ ստացավ։ Խաչիկ Գալստյանը, դոկտոր պրոֆեսոր, հիմնարար առարկաներից մեկն էր կարդում եւ այսօր տնային կալանքի մեջ է գտնվում, դասաժամերը ամբողջությամբ ձեռքից վերցրել են եւ հիմա էլ փորձում են նաեւ ասպիրանտների ղեկավարումն էլ վերցնել նրա ձեռքից։ Ալեն Ղևոնդյանին մենք տեսանք, թե ինչպես հանրային խոսքի այդ հնարավորությունից զրկեցին, Աբրահամ Գասպարյանին հեռացրեցին, ինձ հեռացրեցին եւ դրա այդ պատճառով այնտեղ մարդիկ այլևս չեն խոսում քաղաքականության մասին, կարծես թե քաղաքագետները աշխատում են չխոսել։ Եվ այս առումով դասախոսների եւ ուսանողների մեջ խրախուսվում է մատնագրեր գրելը, հա։ Գիտեք, այսինչ մարդը այսինչ բանն է ասել կամ այսինչ մարդը այսինչ գրարման տակ լայք է դրել, զբաղվեք նրանով։ Ես առաջ նույնիսկ սովետի ժամանակ այդպիսի մասսայական մատնագրեր չեմ տեսել։ Իմ ավագ գործընկերները պատմել էին մի դեպք, որ Պարուս Սևակի վրա մատնագիրը հեռագրով ուղարկելու համար մի դասախոսից, որ այդ մատնագիրը գրել էր, բավական մեծ գումար էր ինքը վճարել։ Հիմա թիվը չեմ հիշում, բայց ռուբլիներով է։ Ժամանակ մի բառը օրինակ 5 կոպեկ է եղել, դուք պատկերացրեք այդ մատնագիրը ինչ մեծ է եւ դրա համար մեծ գումար էր վճարել։ Իհարկե հիմա ձևերը փոխվել են, բայց թարմ օրինակը եւս մեր մեկ այլ երիտասարդ դասախոսն է Սահակ Մանուկյանը, որի վրա падգամավորի երեխան, ուսանողը, այդպես, չասենք մատնագիր, այդ չօգտագործենք, համենայն դեպս բողոք է արտահայտել եւ այդ բողոքին այդպես շատ սուբյեկտիվ ընթացք է տրվել ռեկտորատի կողմից, երբ որ մարդը վիրավորանք արտահայտող բառը փորձել է բացատրել մասնագիտական տեսանկյունից, սա վիրավորանք կարող է լինել թե ոչ, եւ այդ բառի հետ կապված մեծ աղմուկ է բարձրացել եւ մարդուն միանգամից հեռացրել էին համալսարանից առանց խորանալու գործի իսկության մեջ։ Այսքանից հետո ձեզ հարց որպես պատմաբանի։ Պատմաբան կարելի ասել որ պատմաբան, չէ՞։ Ոչ միայն քաղաքագետ է, այլև պատմաբան։ Ես որ դպրոցում էի, մեզ գիտեք ինչ էին սովորեցնում, որ հեղափոխությունից հետո պարտադիր գալիս է ռեակցիան։ Եվ այդ ժամանակաշրջանը գրեթե բոլոր երկրներում եղել է։ Գուցե մենք հիմա ապրում ենք ռեակցիայի շրջանում։ Ավելի քան, այո, ավելի քան մեզ բնորոշ է, որովհետև հեղափոխություններին բնորոշ է նաև իդեալներից կտրվելը, հայտարարված արժեքներից հեռանալը, որովհետև երբ որ սկսում է իշխանության կոնսոլիդացման գործընթացը, մնացած ամեն ինչ դառնում է երկրորդական։ Եվ մենք կարծես թե գործ ունենք այսօր Ռոբեսպիերի հետ, կարելի է ասել, որը որ հեռացել էր նրանից, ինչի համար ինքը մտել էր քաղաքականության մեջ։ Ինչու է դա տեղի ունենում, այսինքն հեղափոխականները ի բնե չեն կարող կատարել իրենց խոստումները։ Երևի թե այո, եկեք գիտեք մի փոքր հարցից այսպես շեղվենք, բայց ցույց տանք օրինակ Անգլիայի օրինակը, հա։ Ինչի Անգլիայում ամեն ինչ արեցին, որպեսզի երկիրը չզարգանա հեղափոխության կանոններով, հեղափոխության օրենքներով։ Այնտեղ էլ չէ որ օրինակ Մարքսը ժամանակին ինքը կանխատեսում էր, որ ամենաուժեղ հեղափոխությունը սոցիալիստական հենց պետք է որ Անգլիայում տեղի ունենա, որովհետև Անգլիայում կար ամենաշատ զարգացած, ուժեղ կազմակերպված բանվոր դասակարգը։ Եվ ըստ այդ տրամաբանության պետք է որ Անգլիայում տեղի ունենար, բայց Անգլիայում կանխեցին այդ ամենի առջև եւ երկիրը դրեցին ավելի էվոլյուցիոն, քայլ առ քայլ զարգանալու այդ հունի մեջ, դրա համար հատուկ օրինակ ստեղծվեց այդ Ֆաբյան հասարակությունը, որը մարդկանց մեջ քարոզում էր ռեֆորմիստական եղանակով զարգանալը, հեղափոխականություն մերժելը եւ դա նաեւ գրականության մեջ էր արտահայտվում ամեն ինչի մեջ, հա։ Չնայած դրանից առաջ թագավորի գլուխը կտրեցին։
դա իրենց համար դաս եղավ, հենց մեծ դաս եղավ եւ իրենց երկիրը դրանից շատ մեծ ցնցումների մեջ եղավ եւ երևի թե նաեւ այդ էր պատճառը, որ իրենք հասկացան, որ պետք է այսպիսով բնականոն զարգացման համար հեղափոխությունները երևի թե այդքան էլ լավ բան չեն, բայց դրանք նաև բնական process-ներ են, որ տեղի են ունենում, որտեղ որ գետի հունը շարունակ փակվում է, ամբարտակը ավելի ամրացվում է, այդտեղ բնականաբար պետք է տեղի ունենա ամբարտակի փլուզում, այդտեղ պետք է տեղի ունենա հեղափոխություն, այսինքն որպեսզի հեղափոխությունը տեղի չունենա, դրա համար անհրաժեշտ է, որ ժամանակին կարողանան բացել եւ թույլ տալ, որ այդ կուտակված ջուրը որոշ չափով հոսի։ Այսօր ինչ է տեղի ունենում, այսօր դա տեղի չի ունենում։ Ամբարտակի հունը շարունակ փակում են, շարունակ ճնշում են, հակադրվելով նաեւ բնության օրենքին, որ ազդումը բերելու է նաեւ հակազդման։ Մենք այստեղից կարող ենք եզրակացնել, որ 18 թվականի հեղափոխությունը կամ հեղափոխականները ճիշտ ասենք ավելի համակարգային փոփոխությունների խնդիր չէին դնում։ Այսօր հատկապես այսօրվա հայացքով նայելիս դա ակնհայտ է դառնում։ Ես այն ժամանակ էլ շատ թերահավատ էի, օրինակ, որովհետև ճանաչում էի մարդկանցից ոմանց եւ նրանց գործելակերպի մեջ ես չէի զգում այդ համակարգային մոտեցումը։ Երբ որ ամեն ինչ կառուցվում էր պոպուլիզմի վրա, մանր վրեժխնդրության վրա, ատելության վրա, այստեղ հնարավոր չէր տեսնել համակարգային մոտեցում։ Իսկ այժմ առավել եւս մեզ մոտ տպավորություն է, որ այդ մարդիկ ոչ թե պայքարում էին կոռուպցիայի դեմ որպես այդպիսին, ոչ թե պայքարում էին անարդարության դեմ որպես այդպիսին, այլ պարզապես որ կոռուպցիան անի X մարդը թե Y մարդը, անարդարության նախաձեռնողը լինի X մարդը թե Y մարդը, անձերի դեմ էր այս պայքարը, կարելի ասել այսպես։ Ընդդիմության քայլերի մասին պարոն Չալաբյանը այս աթոռին նստած մեր տաղավարում խոսում էր ՍԴ դիմելու անհրաժեշտության մասին, նա ասում էր թեև պարզ է կանխատեսելի է թե Սահմանադրական դատարանը ինչ որոշում կընդունի, բայց այնուամենայնիվ պետք է դիմել եւ պետք է ցույց տալ բոլոր ապօրինությունները, բոլոր խախտումները, որոնք թույլ է տվել այս իշխանությունը, կեղծիքները ընտրությունների ժամանակ։ Հիմա դուք գոհ եք այս գործընթացից, ինչպես է ցուցադրվում, ինչպես են աշխատում փաստաբանները։ Գործընթացից ընդհանուր առմամբ բնականաբար չենք կարող գոհ լինել։ Մանավանդ երբ որ գործընթացի թեժ փուլում իմանում ենք, որ մեկ էլ աշխատավարձերն են բարձրացվում։ Դատավորների, իհարկե ոչ ոք որպես այդպեսին դրան դեմ չէ, որ դատավորները բարձր աշխատավարձեր ստանան կամ ավելի բարձր աշխատավարձեր ստանան, բայց արդյոք սա ազդակ չէ, արդյոք սա մեսիջ չէ այդ դատավորներ, որոնք որ իհարկե պետք է միշտ անմեղության կանխավարկածը գլխում ունենալ, բայց դատավորներ, որոնք բացառապես բոլորը ընտրվել են մեկ խմբակցության կողմից։ Հասկանալի է դառնում, որ այս պարագայում հավատ արդարադատության նկատմամբ հավատի հավանականությունը իջնում է։ Այդուհանդերձ որպես գործիք բնականաբար սա պետք է կիրառել, այս գործիքը կարևոր է եւ փաստաբանները բավական փաստարկված խոսում էին ինչքանով որ ես կարողացել եմ հետևել, բավական փաստարկված խոսում էին եւ ներկայացնում էին եւ շատ կարևոր է նաեւ որ արդարադատության մեջ ընդգրկված բոլոր անձինք, այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորները իմանան, որ իրավական գործընթացներ հետագայում անխուսափելի են լինելու, եթե ակնհայտ իրենք չհետևեն Սահմանադրությանը, օրենքին եւ իրենց մասնագիտական առաքելությանը։ Դա նաեւ վերաբերում է քննիչներին, դատախազներին եւ մնացածներին։ Բոլորին իհարկե, բոլորին։ Բոլոր բռնապետերը ժամանակակից Պուտինը, Լուկաշենկոն, Ալիևը, Էրդողանը միշտ ցանկանում են լեգիտիմության ինչ-որ շղար այնուամենայնիվ ունենալ։ Նրանք չեն ասում ես եմ թագավորը եւ վերջ, նրանք ասում են ինձ ընտրել է ժողովուրդը։ Ինչի համար է Փաշինյանը նույնն է ասում։ Այսինքն էլի իմ կարծիքով այս անգամ նա բռնազավթել է իշխանությունը, նա չի ընտրվել, նա լեգիտիմ չի,
Բայց ասում են ժողովուրդն է ընտրել։ Ինչի համար է բռնապետերին պետք այդ շղարշ։ Ի վերջո կարող են ասել ես ցմահ թագավոր եմ եւ վերջ։ Եվ նրանց ոստիկանությունը, դատախազները էլի բոլորին բռնեն, էլի բոլորին նստեցնեն եւ այլն։ Լեգիտիմությունը հին է, այնքան լեգիտիմության պատմությունը հին է, այնքան ինչքան որ առհասարակ պետականությունների պատմությունը։ Թագավորներն էլ ժամանակին լեգիտիմության փնտրտուքի մեջ են միշտ եղել, չէ՞։ Դա վերաբերում է ինչպես ուշ միջնադարյան բացարձակ միապետերին, այնպես էլ ավելի վաղ ժամանակների, նույնիսկ հին արևելյան բռնապետերին, բռնակալ թագավորներին է վերաբերվել, ովքեր որ նույնիսկ ժայռերի պատկերաքանդակների կամ այդպես քանդակների վրա պատկերված են, որ օրինակ ասենք իրենց թագը վերցնում են Աստծուց, կամ որ ժառանգականության հանգամանքը, որ մեր Արտաշես թագավորը իրեն համարում է շարավիղ երվանդականների, նաև դրանց առաջ աքեմենյանների ցույց տալու, որ քանի որ մարդկանց մեծամասնությունը ընդհանուր առմամբ իր բնույթով ռիսկավերս է եւ պահպանողական է, դա նշանակում է, որ չի կարելի գնալ բոլորի կողմից ընդունված կարգերի, բոլորի երևակայության, բոլորի մտածողության մեջ կառուցված աշխարհի կարգ ու կանոնի հանդեպ ոտնձգություն կատարել որպես այդպեսին։ Դրա համար բոլորին էլ ցանկալի է այդ լեգիտիմությունը ապահովել։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունը ոչ միայն հիմա ընդհանրապես այս 35 տարվա ընթացքում մենք տեսնում ենք, որ իշխանությունը չի փոխվում ընտրությունների միջոցով։ Իսկ մենք ձեզ հետ միասին, ես ձեզ հետ համաձայն եմ, խոսել ենք նաև հեղափոխության դեմ։ Եթե հեղափոխություն չի, եթե ընտրությունների միջոցով չի փոխվում, ապա պետք է անել այնքան, որպեսզի լինի։ Կարևոր է, որ այդ փոփոխությունը լինի օրենքի սահմանադրության շրջանակներում, սահմանադրականության շրջանակներում։ Բռնությամբ, որովհետև իմաստ չունի, բռնությունը նոր բռնություն է բերում։ Չես կարող խնդիրը վերացնել զուտ բռնության միջոցով։ Դու կարող ես խնդիրը ուղղակի լուծումը հետաձգել, ավելի վատը դարձնել։ Այսինքն պետք է շարունակել մասնակցել ընտրություններին, չգիտեմ, սահմանադրական դատարաններ եւ այլն, այդ ամբողջը պետք է շարունակել։ Պետք է շարունակել, պարոն Աբրահամյան, բայց փորձելով նոր բան, փորձելով օրինակ հիմա մենք մտածում ենք այն մասին, որ հնարավոր է ստեղծել երկիշխանության էֆեկտ։ Հիմա դες չեն բռնի բանի համար, սահմանադրական կարգը տապալելու համար։ Չէ, կարծում եմ չէ, չնայած չեմ կարող երաշխավորել, որովհետև ոչ թե խոսքը բռնությամբ իշխանությունը տապալելու մասին է, ես դրա մասին չեմ ասում, այլ քանի որ մեզ մոտ պետական մարմինները զավթված լինելով քաղաքական իշխանության կողմից մեծամասամբ չեն զբաղվում իրենց գործառույթով, մենք կարող ենք ունենալ հանրային մարմիններ այդպիսի, որոնք կզբաղվեն այն գործառույթներով, որոնցով որ չեն զբաղվում պետական մարմինները։ Դիցուք օրինակ ասենք, խորհրդարանը այսօր իր քաղաքական մեծամասնությունը չի զբաղվում իր հիմնական գործառույթով, ժողովրդի ձայնը արտահայտելու գործառույթով։ Ինքը արտահայտում է Նիկոլ Փաշինյանի ձայնը, բայց ոչ թե ժողովրդի ձայնը։ Հնարավոր է արդյոք ունենալ ավելի այդպես ընդգրկուն բոլոր ընդդիմադիր ուժերին ընդգրկող կառույց, որը որ կզբաղվի ժողովրդի ձայնով, որը որ իսկապես քարոզարշավը առիթ էր, որպեսզի մենք նաև մասնակցենք մոտիկից եւ խորքից ծանոթանանք խնդիրներին։ Ես կարծում եմ, որ հնարավոր է անել այնպես, որպեսզի ժողովրդի աչքին այս իշխանությունը դառնա իմաստազուրկ։ Ես տեսնում եմ այստեղ հնարավորություններ եւ քաղաքական դաշտի որոշ կոնսոլիդացիայի միտումներ տեսնում եմ, դրա համար հույսը չեմ կտրում եւ հույսը կտրել այլընտրանք պարզապես չունի։ Եթե հույսը կտրեցինք, ապա ինչ ենք անելու։ Վերջին հարցը, փողոցը, հա, մարդիկ ինչ որ
հրապարակախոսներ կամ նույնիսկ ընդդիմադիրներ ասում են, այդ ամեն ինչը պետք է թարգել, պետք է փողոց դուրս գալ եւ այլն։ Չնայած իմ եւ ձեր նման մարդիկ արդեն գիտեն թե այդ փողոցը ինչի է բերում։ Փողոցի դերը ինչպեսին կարող է լինել։ Ամեն ինչ կյանքում պետք է լինի ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին։ Փողոցն էլ բնականաբար իմաստ ունի, եթե այն կառուցված է որոշ տրամաբանության վրա, քայլերի որոշակի հաջորդականության վրա։ Այսօր իմ խորին համոզմամբ փողոցի ժամանակը չէ։ Եթե այդպեսին լիներ, Փաշինյանը չէր սադրի անընդհատ, չէր ասի դուրս եկեք հեղափոխություն արեք, որովհետև այսօր այնպիսի մի ստանդարտ վիճակ է լինելու, երբ որ մենք մեր քիչ հնարավորություններով պայքարելու ենք իշխանությունների դեմ, որը որ պետությունն է բռնել, այսինքն դուրս է գալիս, որ պետության դեմ, հա, չի լինի դա այդպես, դա չի հաջողվի եւ չի կարող տալ ցանկալի արդյունք։ Հետեւաբար այստեղ պետք է այստեղ մենք միշտ այո թերագնահատում ենք հաճախ խոսքի ուժը, բայց ես համոզված եմ, որ հնարավոր է ճիշտ հանրային հաղորդակցության միջոցով եւ նաեւ եթե ժողովուրդը եւ իհարկե ընդդիմադիրների մոտ տեսնում է համախմբում, երբ որ տեսնում է, որ կարողանում են ընդդիմադիր ուժերը հաղթահարել իրենց ամբիցիաները որոշակի եւ անել ոչ ստանդարտ քայլեր, չենք ուզում պարզապես այս պահին շատ մանրամասն մեր ծրագրերի, մեր իդեաների ձեր հայակվեի թե բոլոր ընդդիմադիրների այս պահի դրությամբ ես չգիտեմ մյուս ընդդիմադիր ուժերի մոտ ինչ է տեղի ունենում, ինչեր են խմորվում, բայց կոնկրետ մեզ մոտ այո, մեզ մոտ քննարկվում են։ Մենք մեր գլուխը չենք գովի, համենայն դեպս մեր կարճատև այսպես գոյության ընթացքում կրեատիվ որոշ քայլերով կարծում եմ, որ աչքի ընկել ենք եւ շարունակում ենք այդ ուղղությամբ այս մեր կարևորագույն խնդիրը անգամ փողոց գեներացնելուց առաջ այսօրվա իշխանությունների հենց լեգիտիմությունը քանդելն է նրանց իշխանությունը իմաստազրկելն է երբ որ իմաստազուրկ կդառնա ժողովրդի աչքում այդ ժամանակ արդեն կարող է եւ փողոց լինել եւ նոր ընտրություններ լինել։ Շնորհակալություն հետաքրքրության համար։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի ՀԱՅԱՔՎ միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։